Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելի եմ ձեր կողմից շատ սպասված եւ ուզված բաղադրատոմս, որը զաթարով հացն է։ Զաթարով հացը ես հadoop հաց եմ պատրաստելու եւ վրա զաթարի խառնուրդն եմ ավելացնելու, հետո չերոցում եփելու ենք ու իրա վրա ավելացնելու ենք բանջարեղեն, ցիտաբդուղ, կամած-մածուն եւ այլն։ Իսկ այս process-ը ոնց է արվում, հիմա ցես ցույց եմ տալիս։ Բայց չսկսել ես, ես արդեն խմորը հունցեցի ու պատրաստեցի ու 4 կնտակների վերածեցի, որպեսզի միասնապար պատրաստենք մնացածը։ Ոնց տեսնում եք, արդեն հաղորդման սկիզբը մենք ասել ենք ինչքան ալյուր կամ ինչքան աղ եւ ինչքան խմորիչ եւ ինչքան շաքարավազ պետք է օգտագործենք, որ ունենանք այսպիսի հետաքրքիր եւ հանգիստ եւ ուրած խմոր։ Այսօր պատրաստելու ենք յուրահատուկ զաթարով հաց։ Մեզ անհրաժեշտ է 1 բաժակ զաթարի խառնուրդ։ Զաթարով հացի վրա ավելացնելու ենք լոլիկ, վարունգ եւ թարմ անանուխ։ Մի բաժակ սև ցիտաբդուղ։ Կամած-մածուն։ Հացը պատրաստելու համար մեզ պետք է 500 գրամ ալյուր, 15 գրամ աղ, 3 գրամ խմորիչ, 40 գրամ շաքարավազ, Հիմա ես 4 կնտիկների վերածել եմ ու ամեն մեկը պետք է բացենք։ Հիմա ուզում եմ այստեղ մի քիչ ինձ համար դարածք բացեմ ու մեր այս կնտիկները այստեղ դեղափոխեմ ու մեկ-մեկ սկսեմ բացել։ Այստեղ մի քիչ ալյուր եմ դնում իմ խմորի ներքև, որպեսզի չգտնի ու սկսում ենք բացել։ Կրկնակով այսպես անում ենք ու պետքա գլոր ստանանք։ Մի քիչ անում ենք, հետո ետ բացում ենք ցերկով, հետո անում ենք։ Միջև գլոր ստանանք։ Ինչքան փարակ կուզեք, այնքան ավելի ետ բացում։ Ես միջակ եմ անելու այսօր, եթե կուզեք դուք ավելի մեծ անել, ձեր հանգստության։ Ինքը բայց խմորը պետքա լավ հանգստանա։ Իսկ ինչի ես արեցի սկիզբում, որովհետև խմորը պետք է անեի, հանգչեր, ետ մի քիչ տաքուկ մնար եւ այլն, որպեսզի ստանանք հետաքրքիր ու համեղ իրական զաթարով հաց։ Ահա, այսպես գլոր բանելու ենք ու ստանալու ենք մեր համով, կարող ենք ասել, փիթայի հացիկները կամ flatbread-ը։ Հենց ենք անում, որ գլորը ստանանք, մի քիչ ցերկով ենք բացում, տեսեք ինչքան լավ խմոր է։ Դե արդեն առաջին ունենք, կարող ենք մեր սինիում դնել ու շարունակենք։ Ես տենց եմ անելու, որպես ես 4 հատը փավեցնեմ։ Նայեցեք, արածադենս իր օթերը դուրս է գալիս ու էսի իմաստը, այսինքն լավ խմոր ունենք։ Իսկ եթե օդ չի ունենում ձեր խմորը, այս էլ եթե լավ խմոր չունենք։ Այս խմորի պաղաթիչները կարող եք դանը պատրաստել, նույնիսկ հաց պատրաստել եւ շատ համով է ստացվում։ Ցերկով ենք բացում, որպեսզի ունենանք գլոր։ Մի քիչ եթե դցև է լինում, it's okay, չենք նեղանում, որովհետև վերջում համն է կարևորը։ Այս էլ ենք ավելացնում։ Մի հատ ստեղ մաքրենք ու հետ վերադառնանք, գնանք լվացվենք սավայով։ Ես սավայով եմ ասում, սակոն ընդեղ է գնում արդեն, փոխանակ կա օգնե մի հատ մաքրեմ, կգնում է արդեն, գնացինք։ Այս մայքրո չես նկարում, սենց մոդից ֆիշ, այո։ Լավ օջարների ֆիրման ոնց է դենց։
Դե ինձ սիրելիներս, մենք արդեն անցնում ենք հաջորդ քայլին, մեր խմորները պատրաստ են, սպասում են իրենց վրա զաթարով խառնուրդը կսենք ու ուղարկենք ջրոց, մինչ այդ մենք կկտրատենք մեր մնացած պահածիչները։ Հիմա եկանք ամենակարևոր րոպեին։ Ուրեմն այստեղ ունենք զաթարը, մի քիչ զաթարի մասին խոսամ, շուգայում ինչ էի ասում, զաթարի տեսակներ եւ այլն։ Ընդհանրապես աշխարհում կա 3 տեսակի զաթար։ Կա կանաչ զաթար, կա սրճակույն զաթար եւ կա կարմիր զաթար։ Կարմիր զաթարի մեջ լինում է սումախ, կանաչ զաթարի մեջ լինում է ձիտրոնը շատ եւ սրճակույնի մեջ, որը ամենաշատ homemade-ն է եւ ընթեղեն կա մեջը, ընթեղենը շատ է լինում իր մեջ ու ինքը ավելի դենց native flavor-ը տալիս, այսինքն ընկույզի համի, բայց ոչ թե ընկույզ, քանի որ այդ սրճակույնի մեջ գնում է օրինակ peanut, այսինքն քետնանուշ եւ մնացած ուրիշ տեսակի կուտեղեն, որը բոլորը մարածնում է, փոշի արվում եւ ավելացվում է զաթարին։ Իսկ կանաչը ավելի միշտ ձիտրոնը, դե գիտեք ոնց որ զաթարը իրականում արեբերեն իմաստը ձիտրոնն է։ Ձիտրոնը, որ չորացնում ենք եւ փոշի աթարնում, հետո ավելացնում ենք մի քանի ընկույզեղեն կամ ընթեղեն կամ կուտեղեն, ամենավերջում քունջուտ ենք ավելացնում ու ինքը դառնում է զաթարի blend կամ զաթարի խառնուրդ։ Այսինքն, ովքեր որ չգիտեն զաթարի ինչ է, ես պատմեցի զաթարին պատմությունը։ Կամ որ շատերը չգիտեն զաթարը ինքը blend է, խառնուրդ է կամ համեմունք է կամ ինչ է։ Դրա համար ես հիմա ցես բացատրեցի։ Իսկ ինչ ենք անում։ Այնքան բարձ այս ամեն ինչը։ Այսինքն, եթե դանը դուք զաթար ունենում եք, արդեն միան ցիտաբդղից հետ ավելացնում ենք իր վրա շատ, չվախենաք, որովհետև ինքը պետքա լավ խառնենք հիմա իրան։ Ու էսի ունենում եք ձեր խոհանոցի counter-ի վրա, քարի վրա միշտ ու կարող եք հացով միշտ ուտել։ Ես նույնիսկ երեխեքին միշտ ուղարկում եմ իբր նախաճաշ, որովհետև ինքը եւ շատ օգտակար է։ Երեխեքին ավելի խելքերն բացում է, ավելի իրենք արթուն են դառնում։ Մի հատ վերցնում եմ կթալ ու խառնում եմ, բայց ուզում եմ մոտիկից նկարենք խառնելը ու դուք տեսնեք ոնց է ամեն ինչ։ Արդեն մենք զգում ենք, որ չորը եւ թացը իրար խառնելով ոչ ստանում ենք շատ թաց, ոչ էլ շատ չոր։ Այսպիսի blend ենք ունենալու։ Հիմա արդեն կարող ենք կսել մեր հացիկների վրա։ Սենց թնում ենք։ Սենց նայեք, ոնց է ինքը տարածվում ու ես կսում եմ։ Մեջտեղից ենք սկսում, գնում ենք ծայրեր, կամաց բացում ենք։ Մի թեթև հերու ենք մնում, այսինքն այսպես։ Եթե պետք է մի քիչ ավելացնում ենք, խնդիր չկա։ Մի հատ ավելացնում եմ այստեղ։ Անցնում ենք հաջորդին։ Լավ տարածում ենք զաթարը։ Ու ինչի է ասում, որ զաթարի տեսակներ կան, քանի որ միան կանաչ զաթարն է, որ երբ որ ջերոց մտնե կամ տաքություն առնե, ինքը ավելի համով է դառնում, իսկ մյուսները մի քիչ դառնություն է լինում։ Դրա համար մարդիկ, որ շուգայից վերցնում են ուղագի, առանց իմանալու ինչ տեսակի զաթար են վերցրել, կարող է ինքը ուրիշ քույնն է վերցրել ու եփել, ու ինքը դառնություն է սկացել։ Դրա համար պետք է իմանալ զաթարի տեսակները։ Հիմա ուզում եմ մի հատ սենց մոդիկից նկարենք ու գնանք ջերոց։ Հիմա գնում ենք ջերոց։ Ուրեմն սենց ենք անելու, որովհետև երկու սինի ունենք, մի հատը վերև, մի հատը ներքև եմ տնելու։ Հետո փոխելու եմ։ Դուք եթե մեկ սինի ունեք, մեջտեղում դրեք, եթե չէ, իմ նման արեք։
Հիմա հետաքրքիր մասը։ Ունենք մեր վարունգը։ Եթե սենց մեծ վարունգ է, կարող ենք սենց մեծ սլայսներ անենք։ Եթե չերի է, նորեն բարակ սլայսներ պետք անենք, բայց մի հատ անգյունը վերցնում ենք, որպեսզի կարողանանք այսպես սլայսներ անենք։ Իրականում շատ մեծ է վարունգը, բայց ոչինչ։ Մի հատ տեսեք վարունգը ինչա։ Ոչինչ, յալա։ Վարունգը ունենք, մի կողմ ենք թնում, այս գցում, անցնում ենք լոլիկին, այսպիսի սլայսներ էլ լոլիկին ենք անելու, շարունակում ենք, ունենք լոլիկի սլայսները պատրաստ։ Հիմա մաքրում ենք անանուխները, այսինքն նանան, տերևները հանում ենք, մաքրում ենք ու մի կողմ ենք թնում։ Իրականում զայտարով հացը ինքը մինակը կուտեն ընդհանրապես, բայց քանի որ ես անում եմ, ուզեցի ցես ցույց տամ իմ ամենա սիրած վերսիայովս, բայց ինքը ամենօրյա ուտելիք է ու կարող եք միշտ չէ որ սենց ճոխ ուտեք, այսինքն ինքը միան արդեն զայտարու հաց վերջացավ։ Բայց կամածմածունը շատ է սիրում իրեն, բանջարեղենը շատ է սիրում, ցիտաբտիղները շատ են սիրում իրեն, դրա համար միշտ իր հետ ուտում ենք կամ իր կողքին այդ բաները ուտում ենք։ Վերջերս աղցանի տեսակներ եմ ես պատրաստում, օրինակ ամենավերջում ինչ որ համեմունք պետք է տնեմ, զայտարի բլենդն եմ ավելացնում, ու մի քիչ ցիտաբտղից հետ եւ այլն, այնքան համով աթարնում։ Նամանավանդ եթե բանիրի տեսակ կա դվյալ բանում, աղցանում, օրինակ մանավանդ եթե հալումի բանիր է, այնքան համով աթարնում։ Ես մի հատ բաղադրատոմս էի պատրաստում, հալումի բանիրը դենց խորովում էի ու հետո ամենավերջում ավելացնում էի զայտարի համեմունք կամ խառնուրդ, այնքան համով էր դառնում։ Մեր նանաներն պատրաստ են, ես մի կողմից ես նանում մեր զայտարով հացիկներին։ Գիտեմ որ այնքան հիմա համով հանա լինելու ստեղ, եթե չգիտեմ որտեղ եք, վստահ եմ կուզենաք հիմա Կետրոն TV գալ եւ ուտել։ Բայց ոչինչ, կարող եք պատրաստել։ Ամեն բարակայի գրեք ինձ, հույսով եմ կհավանեք բաղադրատոմսը եւ ձեր սպասելիքները կարդարացնի։ Մի հատ վախենում եմ, ուզում եմ նայեմ ու կամ։ Վաու։ Շատ լավ է։ Մի քիչ տողի եփի, հետո հագարակ կտրենք։ Ասել վերջացավ։ Ու իրականում հեչ ծանր չէ, այդ է հետաքրքիրը զայտարին, որ ինքը այնքան թեթև է, ու սենց իր համը միշտ կարոտում ես, օրինակ առավոտները ուզում ես նախաճաշ անես, ասես ինչ ուտեմ, վայ զայտարով հաց պատեմ ուտեմ, իր համը սենց կարոտվելիք համ է։ Այս պատրաստ է։ Այս վարունգներն էլ ստեղ տնենք։
Հիմա ուզում եմ ցիտաբդուղները մանրացնել։ Ես ընդհանրապես սիրում եմ միջեկրածովյան ցիտաբդղի տեսակները, որոնք ավելի լեղի են լինում, ցած ավելի ջմրթկված են լինում, ավելի դենց բանան, համը շատ ուժեղ է։ Այս տեսակ զեյթուններն են շատ համով, բայց եթե գտնեք ավելի այդպիսի զեյթուններ կամ ցիտաբդուղներ ավելի լավ։ Դե ինձ սիրելիներս, ուզում եմ միած սուրճ խմեմ եւ փորձեմ այսօր ուրիշ համ սվիթնելայից, որովհետեւ միջև զատորով հացի գսլինի, ես ուրախացած լինեմ։ Այստեղ ինչ ունենք։ Այս եմ ուզում փորձեմ։ Բունդուկով փորձում ենք։ Համով է։ Ես էլ հավանեցի։ Ահա, հիմա տեսակ, զաթարով հացիկները պատրաստ են, այսինքն միջև այստեղ արդեն կարող եք դուք սենց ռոլ անել ու սենդվիչի պես ուտել, մինագը։ Բայց մենք ավելի ճոխացնում ենք։ Ամենեգուն մեջտեղ մի հատ կամած մածուն եմ տնելու, այսպես։ Հիմա շարում ենք վարունգները եւ լոլիկները։ Ասանք մեր ուզածով կշարենք։ Այսինքն դենց ինչ որ օրենք չունի, այս ինչ որ անում եմ ես, ոնց կուզեք այդպես կարող եք շարել։ Անուխը դենց մոտավոր ենք անում, այսպես կարող ենք ուղագի բաժանել։ Այս խեղճի ինչու լոլիկ չունի։ Ահա։ Դե ինձ սիրելիներս, ահա, մեր զաթարով հացիկները պատրաստ են, այսքան ճոխություն, այսքան համովություն, ես անհամբեր եմ փորձեմ։ Չմոռանաք ամեն օր մեզ սպասել ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կետրոն TV եթերում եւ իհարկե համի գախնիկ էջերը ցեզանը սպասում եւ Instagram եւ Facebook եւ իհարկե YouTube չմոռանաք բաժանորդակրվել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի համով բաղադրատոմս։ Հիմա փորձում ենք։
Տա-տա-տան, երևի ստեղից։ Իրականում կարող եք պիցայի պես կտրել 8 մասերի կամ 4 մասերի, ոնց կուզեք։ Ես անհամբեր եմ, դուք չգիտեմ։ Հələ մի հատ նայեք խմորը, իրան։ Կարող է շատերը տեսած կլինեք, որ ես ավելի սենդվիչի կամ պատատված վիճակով եմ ուտում, այս նույնն եմ անում, ավելի դենց կամած-մածունը սկիզբը միջև վերջ եմ դնում, լոլիկը սկիզբը միջև վերջ, վարունգը, անուխը եւ ցիտաբդուղը, հետո ռոլ եմ անում։ Ու այն միսով ստանում ենք սենդվիչ։ Հիմա այս նույնը կարող ենք սենց ճզմել ու ուտել։ Ես չգիտեմ ինչքանով լավ կստացվի, բայց փորձելու եմ։ Մի քիչ կամած-մածուն եմ բակացածնեմ ու ուտում ենք։ Շատ համով։ Իրական գսեմ, եթե չպատրաստեք, դուք այնքան համեղություն եք կորցնելու ձեր կյանքում, անպայման պատրաստեք ու սկացեք այս հաճելի բահը, շատ համով է։ Եվ դուք եք ուրախանալու եւ ձեր երեխաները, եւ ձեր ընտանիքը, եւ ձեր պապաները, մամաները, չգիտեմ, եւ ձեր հարևանները։ Բայց եթե սիրտ չունեք պատրաստելու, ասեցի, կարող եք գնալ շաղիկ ուտել։ Ես ուտում եմ բարեխոժակ, ձեզ էլ բարեխոժակ, վաղը հանդիպենք։